Եթերում ապդեյթ լրատվականն է, բարի երեկո։ Եվ այսպես րոպեներ առաջ մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Էրդողանի հանդիպումը Ստամբուլի Դոլմաբահչե պալատում։ Փաշինյանը մեկնել է այսօր Ստամբուլի օդակայանում, նրան դիմավորել է Թուրքիայի արտգործնախարարի տեղակալը։ Թուրքիայեն մեկնել արտաքին գործերի նախարարը, ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն ու այլ պաշտոնյաներ։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Վարչապետը կարևորել է Թուրքիա կատարած աշխատանքային այցը, ընդգծել, որ այն իրականություն է դարձել վերջին շրջանում Թուրքիայի հետ ակտիվացած երկխոսության արդյունքում։ Նա նշել է Էրդողանի հետ հանդիպան կարևորությունը, հույս հայտնել, որ այն նորազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին։ Այցի հիմքում ընկած են Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունները, իսկ ընթացող գործընթացը հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից։ Փաշինյանը շեշտել է Թուրքիայի հայ համայնքի դերը միջպետական հարաբերությունների հաստատման և երկխոսության խորացման գործընթացում։ Վարչապետը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին։ Իսկ մինչ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում է, Երևանում ոստիկանական մեծաթիվ ուժեր են կուտակվել կառավարական ամառանոցի, նաև կառավարության շենքի դիմաց։ Ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել հույդա կառույցներում։ Երևանում և մարզերում սրբազան պայքար շարժման 40 մասնակից է ձերբակալվել։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարման ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ։ Ոստիկանությունն իրականացվում է ուժեղացված ծառայություն, ինչի շրջանակում ձեռնարկվում են կանխարգելիչ բացատրական աշխատանքներ։ Նախարարությունը կոչ է անում պահպանել հասարակական կարգը։ Ցանկացած հակաօրինական դրսևորում արժանանալու է կոշտ հակազդման։ Իրավիճակը մեկնաբանել է Բագրատ Սրբազանը։ Սա մեզ ենթադրել է տալիս, որ իրենք ուղղակիորեն այս հալածանքների շղթան, որը սկսել են, պարզապես այսօր Թուրքիայում գտնվող անձի վախերի արտահայտությունն է լայն իմաստով։ Եվ այդ վախը արտահայտվում է ոստիկանական ռեպրեսիաների, հալածանքների տեսքով։ Ոստիկանությունից են արձագանքել, ասում են, որ օպերատիվ տվյալներ են ստացել հասարակական կարգի խաթարման ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ, դրա համար իրենց բնորոշումը հասարակական կարգի խաթարման վերաբերյալ լրիվ դատարկաբանությունը եւ առաջին հերթին հասարակական կարգը խաթարում են հենց իրենք։ Երկրորդը ուզում եմ ասել, որ սա նաև միևնույն ժամանակ խոսում է այն մասին, որ մեզ անհասկանալի անբացատրելի կերպով տեղի է ունեցել Թուրքիայի այցը, չգիտենք ինչ են այնտեղ նախատեսել, ինչ են ծրագրել, երևի վախենում է վերադարձին ինչ որ բաներ տեղի ունենան եւ հիմիկվանից սկսել են որոշակի իմաստով հալածանքներ ձեռնարկել։ Մեզ դրանով չեն վախացնել, ոչ մի ձևով չեն վախացնել, ոստիկանապետին էլ եմ ասում։ Եվ նայելով իր աչքերին եմ ասում, եւ բոլորին, ովքեր լծված են այս գործին, անկախ նրանից, թե իրենք ինչ ձևակերպումներ կտան, ինչ կասեն, ինչ չեն անի, մեզ որևէ կերպով որևէ չեն կարող ոչ վախեցնել, ոչ հետ պահել այս պայքարից, որովհետեւ մեզ համար սա մեր ուղին է եւ մեր ճանապարհը եւ անխուսափելիորեն պետք է տեղի ունենա մեր հաղթանակի վերջնահանգրվանը պիտի տեղի ունենա։ Մենք փորձել ենք ու շարունակելու ենք փորձել։ Եթե բոլոր խոսողներն ու պայքարողներն էլ չհամակերպեն այս իրավիճակի հետ կամ ասեն դուրս չգան, որ մեր տներին չմոտենա ու իրականում մոբիլիզացիա տեղի ունենա սրան հեռացնելու նպատակի շուրջ, ես կարծում եմ կստացվի ու դա հեռու չի։ Մեր մոտեցումը հետևյալն է. բոլոր հնարավոր միջոցներով սահմանադրական բանի շրջանակներում երկիր առանց քաոսի վերացնել, բայց համաժողովրդական շատ կտրուկ ընդվզմամբ հասնել մի իրավիճակի եւ սրանց հեռացնել։ Փողոցի գեներացման։ Մենք դրանից չենք հրաժարվել, չենք հրաժարվում եւ այդ ճանապարհը երբեք չենք բացառել ու գտնում ենք, որ այն որ ասում են ընտրություններ, մինչև ընտրությունները շատ դեպքեր եւ իրադարձություններ են տեղի ունենալու, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի։ Եթե ինքը այս ճանապարհով փորձում այս հալածանքների միջոցով ջլատել, պառակտել, վախեցնել, ես հիմա բոլորիդ մոտ շատ ուղիղ հայտարարում եմ, որ այս ճանապարհով մեր հետ չես կարող խոսել։ Սրանով չես կարող մեզ լռեցնել կամ հեռու պահել, վախեցնել հայրենիքի համար պաշտպանելու այս մեր ցանկությունից, քայլերից կամ գործողություններից։ Չի ստացվելու, սա բերելու է նոր հակազդեցության։ Ինչքան կարաս բռնի։ Այսինքն այս 5 տարվա մեջ էսի ոչ առաջինն է,
ոչ մեջտերինն է, ոչ էլ վերջինն է։ Էս է այս մարդու հույսը, փորձի այս ճանապարհով պահել իր իշխանությունը, մենք էլ պետք է կարողանանք հակազդեցության դատել չտալ։ Առավոտյան ժամը 8-ից 9-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Սյունիքի մարզի ներքին հանդ բնակավայրի ուղղությամբ։ Վնասվել է բնակելի տուն, տուժածներ չկան։ Ադրբեջանական կողմին կոչ են անում հետաքննել ներքին հանդի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով, նշված է Պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։ Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ նույնիսկ հիմա։ Երևանը չունի սահմանափակումներ կամ լրացուցիչ պայմաններ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ այս մասին հայտնել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Մենք պատրաստ ենք ստորագրել հիմա եւ ցանկանում ենք, որ դա արվի որքան շուտ, այնքան լավ, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում ասել է Գրիգորյանը։ Նաեւ հավելել, որ այս պահին փաստաթղթի ստորագրման կոնկրետ վայրի ու ժամի վերաբերյալ պայմանավորվածություններ չկան։ Մհեր Գրիգորյանը հանդիպել է նաեւ Ռուսաստանի փոխվարչապետի հետ, քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր։ Սամվել Կարապետյանը սպառնաց եւ նրա նկատմամբ քրեաիրավական գործողություններ տեղի ունեցան։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՔՊ խմբակցության քարտուղարը, արձագանքելով տեսակետին, թե Փաշինյանը Facebook-ում սպառնաց, ինչից հետո Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումներ սկսվեցին։ Այնինչ ասել է Սամվել Կարապետյանը, բացարձակապես կապ չունի քաղաքական գործիքակազմի հետ, ասել է Արթուր Հովհաննիսյանը։ Պատգամավորը հիշեցրել է Կարապետյանի արտահայտությունը, թե իրենց ձևերով հարցերը կլուծեն։ Հովհաննիսյանը նաեւ բացարձակ տխմարություն է համարում նախկին թիմակից ադրբեջանագետ Տաթևիկ Հարապետյանի վերլուծությունը, ըստ որի Սամվել Կարապետյանին կարող են հանձնել Ադրբեջանին, իսկ Վլադիմիր Վարդանյանն առհասարակ չի մեկնաբանել այս հայտարարությունը։ Ցույցերը, հանրահավաքները, անհնազանդությունները, օրենքի սահմաններում եւ առանց սահմանադրական կարգը տապալելու process-ների եւ կոչերի, դրանք քաղաքական գործիքակազմեր են։ Այն ինչ որ ասել է Սամվել Կարապետյանը, բացարձակապես կապ չունի քաղաքական գործիքակազմի հետ եւ դրա մասին ինքը հայտարարում է իր բերանով, ասում է, եթե քաղաքական գործիչները չհաջողեն, մենք մեր ձևերով, ուրեմն հարցերին կմիջամտենք կամ չգիտեմ արդեն այնտեղ ինչ ասել, բայց կոնտեքստը ըստ էության այն մասին է, որ մարդիկ ունենալով այլ երկրում կենսական շահեր գալիս են Հայաստանի Հանրապետություն եւ պետությանը սպառնում են, ինչից հետո բնականաբար պետքա գնահատական տրվի եւ քաղաքական եւ քրեա իրավական։ Եվ ինչպես այո իրավացիորեն պարոն վարչապետն ասել է, պետության համը պետքա մնա նրանց բերանում։ Եվ հիմա այդ process-ի մեջ ենք մենք գտնվում։ Որովհետեւ եղանակով մասնակցում են քաղաքական կամ այլ գործընթացները, պետք է հաշվի առնեն, որ ցանկացած կոչ, ցանկացած ելույթ, ցանկացած հրապարակում, որը գտնում է սահմանադրության եւ օրենսդրության շրջանակներում, ընդունելի է եւ պաշտպանվող է։ Սա է զուգահեռ ցանկացած տեսակի իրական սպառնալիք, որը կարող է դրսևորվել այնպիսի եղանակներով, որը կարող հանգեցնի սահմանադրության մեջ նախատեսված ընթացակարգերի խարխլմանը, չի կարող անտեսվել։ Քրեաիրավական գնահատական իհարկե մենք չենք հնչեցնի, որովհետև մենք դատարան չենք։ Հայաստանում արդարադատություն իրականացնում են դատավորները Հայաստանի Հանրապետության սահմանադրության համաձայն։ Դուք ձեր կողմից արտահայտություններ նշեցիք, այս կարգի արդարադատություն, այն կարգի արդարադատություն, ես բազում անգամներ ասել եմ եւ կրկնում ենք, որ յուրաքանչյուր պաշտոնատար անձ պարտավոր է առաջնորդվել օրենքով, սեփական համոզմամբ, իսկ դատավորը նաև գտնում է երդման տակ եւ պետք է ոչ միայն դատավորը, այլ նաև արդարադատություն իրականացնող եւ արդարադատության իրականացման օժանդակող բոլոր կառույցները գտնվում են երդման եւ համապատասխան պարտավորությունների ներքո եւ նրանք պետք է կատարեն այս պարտավորությունը։ Մեծ մարդիկ չարիք չեն բերում, մեծ մարդիկ բարիք են ստեղծում, իսկ չարիք բերում են ոչնչությունները։ Սամվել Կարապետյանն իր կյանքում միայն բարիք է ստեղծել եւ Հայաստանում, եւ Արցախում, եւ ընդհանրապես իր միջազգային հեղինակությամբ։ Հայաստան խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն է հայտարարել, նշել, որ ոչ ոք չի կարող Կարապետյանի խոսքերը համարել սպառնալիք մեր երկրին։ Պատգամավորը նաեւ զուգահեռներ է տարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլիի միջև, նշել, որ համընկնում են զարգացումները։ Իմաստուն խոսք կա։ Մեծ մարդիկ չարիք չեն բերում։ Մեծ մարդիկ բարիք են ստեղծում, բարիք են բերում, իսկ չարիք բերում են ոչնչությունները։ Սամվել Կարապետյանի գործը կյանքի բոլորի աչքի առաջ է, միայն ստեղծել, միայն բարիք եւ Հայաստանում եւ Արցախում
եւ ընդհանրապես իր միջազգային հեղինակությամբ եւ այն աջակցությունը, որ նա բերել է ոչ միայն հսկայական ներդրումներով տարբեր ոլորտներում, այլև պարզ հասարակ մարդկանց համար կատարած աշխատանքը վկայությունն է իր մեծության։ Դուք ինքներդ որոշեք ոչնչությունը ով է եւ ոչնչությունները ովքեր են։ Մի բան էլ դες ասեմ, այս վերջին շրջանի քայլերը այս մարդու նփին նկատի ունեմ, շատ են հիշեցնում մեր հարևան երկրի նախկին նախագահի Սաակաշվիլու քայլերը։ Նա էլ իր վախճանը գտավ վրացական եկեղեցու դեմ պայքար սկսելով։ Եվ վրաց ժողովուրդը շատ կտրուկ, շատ միասնաբար հակադարձեց դրան։ Նա էլ երկար տարիներ ասում էր, բա գիտեք, այսպիսի մի միլիարդատեր կա, մեծահարուստ կա, որը հսկայական գործ է անում, Վրաստանում հսկայական ներդրումներ է անում, եւ արդեն իր իշխանության վերջին տարիներին սկսեց այդ մարդու հանդեպ հալածանք, փորձել ձերբակալել եւ այլն։ Նմանությունները եւ զարգացումները կարծում եմ շատ համընկնում են եւ վախճանն էլ կարծում եմ այդպես է լինելու։ Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը խոսել է Իրան-Իսրայել հակամարտությունից։ Պատգամավորը կոչ է արել ջերմ ու հարգանքով ընդունել մեր բարեկամ իրանցիներին, որոնք պատերազմի հետևանքով հատում են սահմանը։ Նա նաև ներկայացրել է Իրանի շուրջ զարգացումների հետևանքները։ Նաև ուզում եմ կոչ անել մեր հայրենակիցներին շատ ջերմորեն եւ հարգանքով վերաբերել եւ ընդունել մեր այն իրանցի ժողովրդի ներկայացուցիչներին, ովքեր պատերազմի հետևանքով հատում են հայ-իրանական սահմանը եւ ժամանակավոր մուտք են գործում Հայաստանի Հանրապետության տարածք, որովհետեւ Իրանում հայերի նկատմամբ մշտապես եղել է բարձր հարգանք եւ մեծ ուշադրություն Իրանի իշխանությունների կողմից եւ այս ցաներ իրավիճակում հայ ժողովուրդն էլ պարտավոր է այս ստեղծված իրավիճակում համանման վերաբերմունք ցուցաբերել մեր բարեկամ ժողովրդի նկատմամբ։ Անչափ մտահոգիչ եմ համարում ոչ միայն բուն կոնֆլիկտը եւ այն բազմաշերտ հարվածները, որոնք տեղում են Իրան-Իսրայել այս հակամարտության պարագայում, այլ նաև մասնավորապես այն հայտարարությունները, որոնք վերջին օրերին հնչում են Իրանի հոգևոր առաջնորդին թիրախավորելու տեսանկյունից, որտեղ դա անթույլատրել եմ համարում, դա կարող է տարածաշրջանում նոր անվերահսկել իրադարձություններ բերել եւ միանշանակորեն կընդլայնի հակամարտության սահմանները։ Երկրորդը բավականին ծանր է եւ Հայաստանի վրա ուղիղ եւ անուղղակի ազդեցություն ունեցող process է այստեղ այն հնարավոր հարվածները, որոնք կարող են ուղղվել Իրանի միջուկային օբյեկտների, որովհետեւ դրա ծանր հետևանքները ոչ միայն արտահայտվելու է միայն Իրանին, այլ նաեւ հարևան երկրների նկատմամբ, ինչը բնականաբար իրավիճակը մեր համար ծայրահեղ վտանգավոր է դարձնում։ Իրան-Իսրայել հակամարտության թեմայով վերջին նորություններն ու առհասարակ աշխարհում կատարվող իրադարձությունները մեկ տեսաշարով։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեվիդ Լեմին Վաշինգտոնում հունիսի 19-ին կայացած հանդիպման ժամանակ համեմատել են դիրքորոշումները Իրանի շուրջ, ինչպես նաեւ քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։ Նշվում է, որ Ռուբիոն եւ Լեմին իրենց զրույցի ընթացքում անդրադարձել են նաեւ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի համագործակցության այլ առանցքային ուղղությունների, այդ թվում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հակամարտությունը դադարեցնելու ջանքերին։ Բացի այդ, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը եւ հաստատել պաշտպանական ծախսերի ավելացման կարեւորությունը խաղաղության եւ կայունության ապահովման համար։
Իսրայելն Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին չի դիտարկում որպես իր հարձակումների անմիջական թիրախ եւ չի ձգտում փոխել երկրում կառավարությունը, ասել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը։ Հերցոգը շեշտել է, որ Իսրայելը չի բացառում Իրանի հետ հակամարտության դիվանագիտական լուծումը։ Մեկնաբանելով այն հնարավորությունը, որ Միացյալ Նահանգները չի միանա հակամարտությանը, նա ասել է, որ Իսրայելը գիտի թե ինչ անել։ Սակայն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն չի բացառել Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի դեմ հարվածը։ Նեթանյահուն ընդգծել է, որ այս գործողության ավարտին Իսրայելի նկատմամբ չի լինի ոչ միջուկային եւ ոչ բալիստիկ սպառնալիք։ Հիշեցնենք, որ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարություն էր արել լրատվամիջոցների համար Հոլոնում ուղիղ հրթիռային հարվածի վայրում, սպառնալով սպանել Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիին։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ գիշերը հարվածներ է հասցրել Թեհրանին, թիրախավորելով տասնյակ օբյեկտներ։ Հարվածների համար գործի են դրվել 60-ից ավելի կործանիչ։ Հարվածներն իրականացնելու համար օգտագործվել է շուրջ 120 զինամթերք, որոնք ուղղված են եղել Թեհրանի շրջանում հրթիռների արտադրության վայրերին եւ միջուկային հետազոտական կենտրոններին, որը ըստ Իսրայելի բանակի ներգրավված է Իրանի միջուկային զենքի մշակման մեջ։ Իսրայելի պաշտպանության բանակը նաեւ նշում է, որ հարվածը հասցրել 3 հրթիռային կայանքների, որոնք պատրաստվում էին Իսրայելի ուղղությամբ հրթիռներ արձակել։ Իրանը եւս հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին, ինչի հետևանքով մարդկանց հրահանգվել է ապաստարաններ մտնել։ Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդում է, որ մինչև օրս Իսրայելի օդային տարածքի համար վտանգ ներկայացնող թիրախների 95%-ը հաջողությամբ խոցվել է։ Բիշեբա քաղաքում գտնվող Microsoft-ի գրասենյակի շենքը նույնպես այրվել է իրանական հարվածներից։ Հաղորդվում է 5 վիրավորի մասին, դեպքի վայրում աշխատում են փրկարարները։ Իսրայել-Իրան հակամարտությունը պոտենցիալ վտանգ է ներկայացնում Ռուսաստանի համար կապված Մերձավոր Արևելյան տարածաշրջանի երկրի սահմաններին մոտ գտնվելու հետ։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Պատերազմը, որի ականատեսն ենք մենք, հղի է աշխարհագրության ընդլայնմամբ, նոր մասնակիցների ներգրավմամբ եւ անկանխատեսելի հետևանքներով։ Մենք չափազանց մտահոգված ենք այս առումով, քանի որ մենք օվկիանոսի մյուս կողմում չենք։ Այդ տարածաշրջանը անմիջապես մեր սահմանների մոտ է, հավելել է Պեսկովը։ Պեսկովը նաև նշել է, որ դիվանագիտական ջանքերի համար միշտ հույս եւ հնարավորություն կա։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցչի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Իսրայելի եւ Իրանի միջև լարվածության սրման ֆոնին ստեղծված անվտանգային իրավիճակը։ Կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել տարածաշրջանում Իրանի եւ Իսրայելի միջև լարվածության սրման հետևանքով ստեղծված անվտանգային իրավիճակի վերաբերյալ եւ ընդգծել են հակամարտության դիվանագիտական կարգավորման կարևորությունը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Հունիսի 20-ին համաձայն հունիսի 2-ին Ստամբուլում ձեռք բերված ռուս-ուկրաինական պայմանավորվածությունների տեղի է ունեցել գերիների փոխանակման հերթական փուլը։ Ռուսաստանցի զինծառայողների մի խմբի վերադարձվել է հայրենիք։ Փոխարենը ռուսական կողմն Ուկրաինայի զինված ուժերից մի խումբ ռազմագերի է հանձնել։ Նույն օրը կողմերը շարունակել են վիրավորների փոխանակումը։ Այս պահին ռուսաստանցի զինծառայողները գտնվում են Բելարուսի տարածքում, որտեղ նրանք ստանում են հոգեբանական եւ բժշկական օգնություն։ Նրանք կտեղափոխվեն Ռուսաստան պաշտպանության նախարարության բժշկական հաստատություններում բուժման եւ վերականգնման համար։ Պետությունը կաջակցի ծայրահեղ եւ չափավոր անապահով ընտանիքների աշխատունակ անդամներին աշխատանքի տեղավորող գործատուներին։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մշակած նախագիծը կառավարության նիստում ներկայացրել է նախարարի տեղակալը։ Նիստը տևել է մոտ 15 րոպե, վարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Օրակարգի 45 հարցից 42-ը չզեկուցվող էր, քննարկված նախագծերը հաստատվել են։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տեղակալը մշակված նախագծի մանրամասներն է ներկայացրել։ Մեր շահառուներին աշխատանքի տեղավորելու համար աջակցում ենք գործատուներին, հետևյալ ոլորտներում աշխատող գործատուներին։ Քաղաքաշինության եւ ենթակառուցվածքների պահպանում, այդ թվում սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների, դպրոց, մանկապարտեզ, բժշկական հաստատություն կամ սոցիալական պաշտպանության շուրջօրյա խնամքի հաստատություն, մինչ համայնքային, ներհամայնքային ճանապարհներ եւ այլն, սոցիալական եւ համայնքային ծառայություններ տրամադրող կազմակերպություններում, այդ թվում կարող են լինել միայնակ տարեցների խնամքի
աշխատանքի կարիք ունեցող անձանց մասնագիտություն չպահանջող ծառայությունների մատուցումը, գյուղատնտեսություն եւ անտառային տնտեսություն, այդ թվում գյուղատնտեսական արտադրանք, մշակաբույսերի աճեցում, անտառապատման աշխատանքներ, խնամքի իրականացում կանաչապատման կանաչ տարածքների, մշակույթ եւ զբոսաշրջություն, այդ թվում հուշարձանների խնամք եւ այլն, կրթություն, այդ թվում ուսուցիչների օգնականների ուսումնական հաստատություններում տեխնիկական մասնագիտություն չպահանջող աշխատանքները։ Բոլոր այս ոլորտներում գործունեություն իրականացնող կազմակերպության կամ համայնքի վարչական շրջանի կողմից կարող է ներկայացվել ծրագրային առաջարկ, եթե նրանք գործել են ոլորտներում առնվազն 3 տարի եւ ունեն տարեկան միջին առնվազն 10 աշխատող։ Ծրագրի տևողությունը սահմանված է 3-ից 12 ամիս, այսպիսով այս գործատուներին պետությունը կաջակցի ամսական 21-օրյա աշխատանքի կտրվածքով 73000 դրամի չափով, քանի որ սահմանված է, որ եթե գործատուն մեր անապահով ճանաչված շահառուների հետ կկնքի աշխատանքային պայմանագիր, ապա մեկ մարդու աշխատանքի համար գործատուն կստանա 3500 դրամի չափով գումար։ Այսքանը ծրագրի մասին առաջարկում եմ հաստատել, շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Ժամակոչյան։ Սա նշանակում է, որ գործատուն կարող է նախատեսած լինել տվյալ աշխատատեղի համար ավելի մեծ չափով վճարում, սակայն կառավարության աջակցության մասը կգա մասամբ փոխհատուցելուն, ինչ կարգով է գործելու, հիմնական կարգավորման եղանակը ինչպես է լինելու։ Այո, շատ ճիշտ է, մենք նախատեսում ենք մեկ օրվա համար 3500 դրամ, ինչը չի սահմանափակում գործատուին վճարել ավելի չափով եւ դա կախված է հավանաբար աշխատանքի բնույթից։ Այս ծրագրի առանձնահատկությունը այն է, որ այնուամենայնիվ այստեղ մասնագիտական աշխատանք չի պահանջվելու այն աշխատանքների համար, որին մենք աջակցում ենք։ Նիստին զուգահեռ արցախցիները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի մոտ։ Նրանք բողոքել են աջակցության ծրագրերից, որոնք աստիճանաբար կրճատվում են եւ եթե անհապաղ չլուծվեն հատկապես բնակարանների կեցության հարցերը, իրենք կհայտնվեն փողոցում։ Ակցիայի մասնակիցները նամակ են հանձնել կառավարությանը եւ պատասխանից կախված կպլանավորեն հետագա քայլերը։ Հիշեցնեմ, Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագիրը 2025 թվականի ապրիլի 1-ից կրճատվել էր, սակայն արցախցիների բողոքի ակցիաներից հետո կառավարությունը որոշվեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բոլոր անձանց համար պետական աջակցության ծրագիրը 2 ամսով երկարաձգել, այսինքն մինչև հունիս։ Այսօրվա ակցիայի նպատակն էր, որ օրեր առաջ կառավարությանն ուղղված բաց նամակը, որը ստորագրվել էր ավելի քան 10000 օգտատերերի կողմից, փոխանցենք կառավարությանը եւ սպասենք համապատասխան ընթացքի։ Ինչ բովանդակություն։ Բովանդակությունը հիմնականում սոցիալական խնդիրներին է վերաբերում տեղահանվածների, որովհետեւ այս ժամանակահատվածում մենք հասկացանք, որ տեղահանվածների սոցիալական խնդիրները չեն պակասում, հակառակը օրեցօր ավելանում են եւ բոլոր աջակցությունները, որ մինչ այս կարճաժամկետ, միջնաժամկետ տրամադրվում էին, արդեն իսկ հասել են իրենց տրամաբանական ավարտին, այսպես ասած, որոշ կարճաժամկետ աջակցություններ պետք է շարունակական լինեն մինչեւ տարեվերջ, սակայն դրանք լինելու են կոնկրետ խոցելի խմբերի համար, առանձնացված շատ փոքր խմբերի համար եւ ցավոք սրտի ինչպես նաև կառավարությունն է դրան տեղյակ, այդ խմբերի մեջ չեն ընդգրկվելու բազմաթիվ ընտանիքներ, որոնք ունեն առօրյա իրենց հոգսերը հոգալու մեծ խնդիրներ։ Իհարկե մենք անընդհատ լսում ենք, որ արցախցիները պետք է աշխատեն, արցախցիները պետք է իրենց հոգսը իրենք հոգան։ Ես բոլորիդ հավաստիացնում եմ, արցախցիները բոլորը պատրաստական են աշխատել, նրանցից շատերը աշխատում են, այդ մասին նաև Հայաստանի Հանրապետության կառավարությունը է պարբերաբար իր պաշտոնական տեղեկագրերում ներկայացնում, թե քանի հազար անձ է ներգրավված որպես վարձու աշխատող, որքան մարդ է աշխատում, սակայն մենք տեսնում ենք, որ այդ աշխատավարձով ընդամենը հնարավոր է առօրյա հոգսերը հոգալ։ Իսկ բնակվարձը, որը ամենամեծ խնդիրն է այսօր տեղահանվածների համար, շարունակում է մնալ խնդիր։ Նիկոլ Փաշինյանին ես կուզեմ ասեմ, որ վարձավ եմ մնում։ Իմ օժս պատում չի, եթե ինքը ինձ բնակարանով կապահովի, ես իրանանա դժգոհ չեմ ինի։ Թող ապահովի, ես իրան այդ աջակցությունը տամ իրան մածունարի ածիկ գլխին։ Նիկոլ Փաշինյանը մեծ համար գոյություն չունի։ Ինքը մահկանացու է, մահկանացու էլ չի։
Ես իրեն երտնային կյանք, երբի կյանքումը չեմ մի պժլայու։ Երտնային կյանք էլ չեմ ցանկանում։ Ինքը պիտի տառապակների մեջ ամբողջ կյանքը անցկացնի։ Բաղրամյան պողոտան արդեն բաց է, անհետ կորածների հարազատները հանդիպել են ԱԾ ներկայացուցչի հետ, որից հետո որոշել են բացել փողոցը։ 2 օր է պողոտան փակ էր, նախորդային ակցիայի մասնակիցները հայտարարել էին, որ պահանջում են հանդիպում ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սիմոնյանի հետ։ Ցանկանում էին լսել այն մարդուն, որը զբաղվելու է իրենց կորած տղաների հարցերով։ Հիշեցնեմ, բողոքի ալիքը բարձրացել էր ԱԾ տնօրենի պաշտոնակությունից հետո։ Վարչապետ Փաշինյանը արձագանքելով անհետ կորած զինվորների հարազատների հնչեցրած մտահոգություններին, թե Աբազյանի պաշտոնակությունից հետո իրենց երեխաների ճակատագրով զբաղվող չի լինելու, հայտարարել էր, որ պաշտոնակությունը որևէ բան չի փոխել եւ չի կարող փոխել, կա ինստիտուտ եւ ինստիտուցիոնալ կառույց։ Թմրամիջոցի փաթեթներ տեղադրող երիտասարդ է ձերբակալվել, Մայրաքաղաքի պարեկների հերթական բացահայտումը։ Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները հունիսի 17-ին ժամը 12:55-ին Նոր-Նորքի 5-րդ զանգվածում ծառայություն իրականացնելիս նկատել են հողի մեջ ինչ-որ բան թաքցնող եւ բջջայինով այդ գործողությունը լուսանկարող երիտասարդի։ Կասկածը, որ նա թմրանյութ է տեղադրում, հաստատվեց շուտով։ Երիտասարդը տեսնելով մոտեցող պարեկներին, փորձել է փախչել, ընթացքում գրպանից նետելով փաթեթներ։ Փախուստը կարճ է տևել։ Ժամը 13:05-ին նա ձերբակալվել ու տարվել է քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Պարզվել է, որ Մայրաքաղաքի Օհանովի փողոցի բնակիչ 33 տարեկան տղամարդը համացանցով մարիխուանայով փաթեթներ էր ձեռք բերել, տեղադրելով իրացնելու նպատակով։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում դեպքի վայրի զննությամբ Նոր-Նորքի 5-րդ զանգվածի եկեղեցու հարակից տարածքում հայտնաբերվել է ընդհանուր 33 գրամ քաշով թմրանյութի 19 փաթեթ։ Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննության հանգամանքները պարզվում են։ Հատկապես պատանիները փաթեթով թմրամիջոց տեղադրելուն վերաբերում են որպես վարձատրվող աշխատանք։ Սա մեղմ ասած ճակատագրական սխալ է։ Թմրամիջոցով փաթեթներ տեղադրելը քրեաիրավական իմաստով եւս թմրամիջոցի իրացում է, ընդ որում շահադիտական նպատակներով։ Այս հանցանքի համար նախատեսվում է բացառապես ազատազրկման ձևով պատիժ։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Բերդում սուբվենցիոն ծրագրով մոտ 960 միլիոն դրամ բյուջեով իրականացվում են ենթակառուցվածքների բարելավման ծրագրեր։ Կառավարություն համայնք գործակցությամբ բնակավայրում փոխվում են ջրագծեր, բարեկարգվում ճանապարհներ, նոր տեսքի բերվում կրթամշակութային հասցեներ։ Բարև ձեզ։ Բերդ համայնքի ամենամեծ մանկապարտեզ 218 երեխա է հաճախում։ Փոքրիկների առօրյան ավելի հարմար, մաքուր ու հաճելի միջավայրում կազմակերպելու համար սուբվենցիոն ծրագրով նորոգման աշխատանքներ են իրականացվել խմբասենյակներում, ֆիզկուլտուրայի դահլիճում, խոհանոցում։ Ինչ է կանում ձեր մանկապարտեզում։ Բարելավել են ոչ միայն երեխաների խաղալու ու քնելու տարածքները, մեծերի գործն էլ է հեշտացել, որ օրինակ ճաշին կամ նախաճաշին պատրաստվելիս զերծ մնան ավելորդ անհարմարություններից։ Նորոգման ու բակերի բարեկարգման, նոր խաղասարքերի տեղադրման աշխատանքներ են իրականացրել համայնքի 14 մանկապարտեզում, որոշ հասցեներում կարողացել են նաև նոր տարածքներ ավելացնել, ընդլայնելով փոքրիկների խաղի ու հանգստի համար նախատեսված սենյակները։ Վերանորոգումից հետո հնարավորություն ընձեռվեց, որպեսզի ննջարանի հատվածը առանձնացվի եւ այսօր ունենք ընդարձակ լուսավոր խաղասենյակ եւ պարապմունքի սենյակ, որտեղ երեխաները ակտիվ իրենց առօրյան են կազմակերպում եւ քնելու ժամը առանձնացնում են իրենց արդեն ննջարանում։ Պետական ու համայնքային բյուջեներից մոտ 150 միլիոն դրամ են ծախսել, 80%-ը կառավարության ներդրումն է։ Համայնք կառավարություն համատեղ ուժերով շինարարական աշխատանքներ են ընթանում մի շարք փողոցներում, երթևեկությունը համայնքի գլխավոր ճանապարհներից բացի մյուս բոլոր հատվածներում գրունտային քարուքանդ ճանապարհներով են իրականացրել։ Փողոցը եղել է շատ վտանգավոր վիճակում, մեքենաները ջարդվելով, բարձրանալուց են լիչնելուց։ Կարծես թե փողոցը լայնացել է։ Մայթեր երկկողմon է սարքել են։ Տուֆապատման աշխատանքներ են իրականացրել նաև բազմաբնակարանների բակային տարածքներում։ Այս ծրագրի ընդհանուր արժեքը 345 միլիոն դրամ է։ Անցած տարի սկսած աշխատանքները նախատեսում են ավարտին հասցնել մոտակա ամիսներին։ Ճանապարհների բարեկարգումը համայնքի առաջնային խնդիրներից է։
2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի փաթեթների մեջ ներառվել է մոտորապես 960 միլիոն դրամի ծրագրեր։ Ըստ կարիքների բացահայտման համայնքում իրականացվող ծրագրերը հիմնականում ընտրվել են որպես սոցիալ-տնտեսական կյանքի որակին միտված ծրագրեր, այն ջրամատակարարումը, ասֆալտապատումը եւ նախակրթարանների վրա կենտրոնանալը։ Լեռնային բնակավայրերին բնորոշ պատկեր է, հարևան փողոցները տարբեր հարթությունների վրա են, որպեսզի տեղումներից հետո ցածրադիր հատվածներում թաց հողի սողանքներ չլինեն, հաճախ արգելապատնեշներ են կառուցում, հոսքը կանխում։ Փողոցը գալիս է այստեղ, էլի։ Փողոցը փակվում է։ Հա։ Ներսքան մի կետան էր, էլի։ Ինչքան ժամանակ ա եղել այդ վիճակը։ 80 թվականից միջև։ Բա ինչ էի կանում։ Ոչ բանի չի կանում։ Машина поездок тенерende заднit düşer geldi. Razavul taraf çıkar. O tapımı, tapınları, ödel şeyin matik şeyin karımıyla mekananmıştanı birin bana çek vakti, zul vakti. Skori çer karımıtni. Բերդ համայնքի ենթակառուցվածքների զարգացման ուղղված ծրագրերից գլխավորը շարունակում է մնալ ջրամատակարարման խնդիրը։ 16 գյուղական եւ 1 քաղաքային բնակավայրն էլ ջրատարների արդիականացման կարիք ունեն։ 2024-ին սուբվենցիոն ծրագրերում ավելի քան 470 միլիոն դրամ են հատկացրել, որ փոխեն 1960-ականներին տեղադրված ու քայքայված շահագործման համար վտանգավոր խողովակաշարերը։ Իրականացվում է գործընթաց 3 վարչական բնակավայրերի վերին Կարմիր աղբյուր, Նորաշեն եւ Արծվապետ բնակավայրերում ջրամատակարարման ծրագիր, որը նաև իրականացնելուց հետո հնարավորություն կտա նաև հարակից Չորաթան եւ Մովսես բնակավայրերի նորից անխափան ջրամատակարարման ապահովումը։ Իրականացվում է Սարում մեծ ջրային ավազանի կառուցում, մոտավորապես 10 կիլոմետր երկարությամբ։ Ջրամատակարարման խնդիրը ներառել են նաև 2025-ի սուբվենցիոն ծրագրերում, նախատեսում են նաև կոյուղու նորոգման, փողոցների բարեկարգման աշխատանքներ, մոտ 1.5 միլիարդ դրամ ընդհանուր բյուջեով։ Եվ եղանակ վաղը գիշերն ու կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև եւ ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-ից 4 նիշով։ Այսքանը ես հիշեցնեմ, որ Էրդողան Փաշինյան հանդիպումը նախատեսված է Դոլմա-Բահչե պալատում։ Այս թեմայով վերլուծությունը րոպեներ անց է, բաց չթողնեք, հաջողություն։